Վերջին տարիներին Հայաստանում ռազմական ոլորտը շարունակում է մնալ հանրային քննարկումների առանցքում։ Հատկապես ուշադրության կենտրոնում են զինուժի արդիականացման, հնարավոր նոր գնումների և տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումների շուրջ տեղեկությունները։ Վերջին օրերին հնդկական մամուլի մի շարք աղբյուրներ սկսել են շրջանառել տեղեկություններ, ըստ որոնց Երևանը մոտենում է Հնդկաստանից Սու-30K բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերման գործարքի ավարտին։ Աղբյուրների խոսքով, խոսքը վերաբերվում էր մի պայմանավորվածության, որի շրջանակում մատակարարումները կարող էին մեկնարկել 2027-ի վերջին, իսկ ամբողջական փոխանցումը 2029-ին։ Հնդկաստանի լրատվամիջոցները նշում էին, որ այդ մոդիֆիկացիան առանձնացված տարբերակն է, հարմարեցված հենց հնդկական ռազմաօդային ուժերի պահանջներին։ Արտադրության ընթացքում ռուսական կողմը կատարել էր տեխնիկական փոփոխություններ, որոնց շնորհիվ հնարավոր էր դարձել ինտեգրել Հնդկաստանի կողմից կիրառվող մի շարք էլեկտրոնային համակարգեր։ Այս տեղեկությունները հետաքրքրություն առաջացրեցին Հայաստանում, հատկապես հաշվի առնելով, որ տարիներ առաջ հայկական կողմն արդեն ձեռք էր բերել Սու-30 SM կործանիչներ, սակայն դրանց լիարժեք կիրառումը սահմանափակված էր անհրաժեշտ զինամթերքի և հրթիռային համալիրների բացակայությամբ։ Այնուամենայնիվ, պաշտոնական Երևանը արագ արձագանքեց մամուլի հրապարակումներին։ Հայաստանի պաշտպանության նախարարը պարզ հայտարարեց, որ ներկայում նման պայմանավորվածություն գոյություն չունի և քննարկումները այդ մակարդակով չեն վարվում։ Նրա խոսքով, խոսքը կարող է լինել ենթադրությունների կամ ոչ հստակ մեկնաբանությունների մասին, և Հայաստանը որևէ նոր պայմանագիր չի ստորագրել Սու շարքի կործանիչների ձեռքբերման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, կառավարությունն ընդգծում է, որ վերջին տարիներին արված ներդրումները ռազմական ոլորտում չափազանց մեծ են։ Վարչապետի տվյալներով, միայն վերջին 2 տարում այս ոլորտում իրականացվել է մոտ 450 միլիոն դոլարի ներդրում։ Ընդ որում, ըստ կառավարության, այս ներդրումները վերաբերվում են ոչ միայն գնումներին, այլև տեղական ռազմական արդյունաբերության ընդլայնմանը։ Նշվում է, որ Հայաստանի պաշտպանության տեխնոլոգիաների ոլորտում իրականացվում են նոր ինժեներական նախագծեր, մշակվում են նոր համակարգեր, որոնց մի մասը փորձնական կամ արդեն կիրառվող փուլում է։ Վարչապետը իր հայտարարություններից մեկում առաջարկեց անգամ ձևավորել 50 հոգանոց դիտորդական խմբեր, որոնք կարողանան այցելել տեխնիկայի տեղադրման վայրեր և ծանոթանալ ձեռք բերված սպառազինությանը։ Նրա գնահատմամբ, այս թափանցիկ մոտեցումը կնպաստի հանրային վստահության բարձրացմանը։ Սակայն ռազմական ոլորտի մի շարք փորձագետներ առաջարկի արդյունավետության վերաբերյալ կասկածներ ունեն։ Գործընթացին հետևող մասնագետները նշում են, որ զենք զինամթերքի դիտարկումը անգարներում բավարար պատկերացում չի տալիս դրանց իրական հնարավորությունների մասին։ Նրանց կարծիքով, ավելի նպատակարար կլիներ տեխնիկա ներկայացնել զորավարժությունների ընթացքում, որտեղ տեսանելի կլիներ դրա գործողությունը տարբեր մարտավարական պայմաններում։ Միևնույն ժամանակ, վերջին օրերին լայն քննարկումներ են առաջացրել նաև վարչապետի խոսքերը, որոնք վերաբերվում են Հայաստանի զինված ուժերի առաքելությանը։ Ըստ այդ հայտարարությունների, բանակի հիմնական խնդիրն է ապահովել Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանների պաշտպանությունը, և բանակը այդ սահմաններից դուրս որևէ խնդրի լուծման նպատակ չունի։ Այս մոտեցումը անվտանգության ոլորտի որոշ փորձագետների մոտ մտահոգություն է առաջացրել։ Նրանց կարծիքով, նման ձևակերպումը կարող է ստանալ սխալ մեկնաբանություն հատկապես այն իրավիճակներում, երբ հակառակորդի կողմի գործողությունների պատասխանելու համար անհրաժեշտ է արագ արձագանք, այդ թվում կանխարգելիչ քայլերով։ Փորձագետների մեկնաբանությամբ, եթե բանակի գործողությունները խիստ սահմանափակվեն միայն պետական սահմաններով, ապա որոշ դեպքերում հրամանատարները կարող են կանգնել բարդ ընտրության առաջ՝ սպասել սահմանային հատմանը, թե ժամանակին չեզոքացնել վտանգը։ Նրանք շեշտում են, որ ռազմական դոկտրինը պետք է լինի ճկուն, հստակ մշակված և համահունչ ներկա տարածաշրջանային անվտանգության միջավայրին։ Հայաստանում վերջին տարիներին իրականացվող զինված ուժերի բարեփոխումները աստիճանաբար ձևավորում են նոր անվտանգային հայեցակարգ, որի շուրջ հասարակական և մասնագիտական քննարկումները շարունակվում են։ Չնայած պաշտոնական աղբյուրները միշտ չէ, որ մանրամասնում են զինտեխնիկայի ձեռքբերման ուղղությունները, հայտնի է, որ իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնք ընդգրկում են ինչպես արտասահմանյան գնումներ, այնպես էլ Հայաստանում պաշտպանական արտադրության ընդլայնումը։ Տարբեր աղբյուրներ պարբերաբար նշում են, որ Հայաստանը վերջին 2-3 տարիների ընթացքում ակտիվացրել է համագործակցությունը մի շարք երկրների հետ, այդ թվում Հնդկաստանի, Ֆրանսիայի, Կանադայի և մի քանի եվրոպական պետությունների հետ։ Թեև կոնկրետ պայմանագրի մեծ մասը պաշտոնապես չի հրապարակվում, արձանագրված է, որ ձեռք են բերվել ՀՕՊ համակարգերի արդիական տարրեր, ռադիոլոկացիոն նոր կայաններ, արհեստական ինտելեկտով համալրված դիտարկման սարքեր, հակադրոնային միջոցներ, կրակի կառավարման թվային համակարգեր։ Այս ամենը ներկայացվում է որպես բանակի թվայնացման և ժամանակակից մարտավարությանը համապատասխանեցնելու կարևոր փուլ։
Պաշտոնական ուղերձներից պարզ է դառնում, որ Հայաստանի համար առաջնային է դարձել ոչ միայն սպառազինության ավելացումը, այլև տեխնոլոգիական կախվածության նվազեցումը, ինչը նշանակում է, որ երկիրը փորձում է ունենալ նաև սեփական արտադրական ներուժը։ Վերջին տարիներին հայտնվել են մի շարք նոր ընկերություններ, որոնք ներգրաված են պաշտպանական տեխնոլոգիաների մշակման ոլորտում։ Դրանց գործունեությունը ներառում է անօդաչու թռչող սարքերի տեղական մոդելներ, կապի կոդավորված համակարգեր, հրետանային ուղղորդման ծրագրային ապահովում, բալիստիկ պաշտպանիչ միջոցների արտադրություն, փոքր տրամաչափի և հատուկ նշանակության սարքավորումներ։ Կառավարությունը պնդում է, որ ներդրված մոտ 450 միլիոն դոլարի զգալի մասը բաժին է հասնում հենց այս ծրագրերին։ Ըստ իշխանությունների, նման մոտեցումը թույլ կտա երկարաժամկետ հեռանկարում նվազեցնել գնման ծախսերը և ունենալ մրցունակ ներքին շուկա։ Հայաստանի անվտանգային միջավայրը շարունակում է մնալ փոփոխական, և վերջին տարիներին իրականացվող ծրագրերը ցույց են տալիս, որ կառավարությունն ու զինուժը փորձում են ձևավորել նոր մոտեցումներ համահունչ տարածաշրջանային իրականությանը։ Այս փուլում պաշտոնական ոլորտում ուշադրությունը կենտրոնացված է մի քանի առանցքային ուղղությունների վրա՝ դիվերսիֆիկացված գործընկերներ, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառություն և պաշտպանունակության կառուցվածքային վերափոխում։ Հայաստանի անվտանգային քաղաքականությունը վերջին տարիներին զգալիորեն փոխվել է, եթե նախկինում ռազմական ոլորտը գրեթե ամբողջությամբ հիմնված էր մեկ ռազմավարական գործընկերոջ վրա, ապա այժմ Հայաստանը փորձում է ընդլայնել համագործակցության շրջանակները։ Վերջին ամիսներին ակտիվացել է Հայաստանի ու Ֆրանսիայի ռազմական համագործակցությունը, պաշտոնապես հայտարարվել է մի շարք պայմանագրերի մասին, ներառյալ հակօդային պաշտպանության համակարգերի մասով, դիտարկման և կապի նոր սարքավորումների, ռազմական կրթության ոլորտում համագործակցության։ Ֆրանսիական կողմը բազմիցս հայտարարել է, որ աջակցելու է Հայաստանի պաշտպանունակության ամրապնդմանը, ընդգծելով տարածաշրջանում կայունության անհրաժեշտությունը։ Չնայած 30K կործանիչների հնարավոր գործակալը պաշտոնապես հերքվեց, Հայաստանը շարունակում է համագործակցել Հնդկաստանի հետ այլ ուղղություններով։ Հայտնի է, որ վերջին տարիներին ձեռք են բերվել ռադարային համալիրներ, հրետանային կառավարման համակարգեր, հնարավոր է նաև անօդաչուների դեմ պայքարի սարքեր, պաշտոնապես չի հաստատվել, բայց նշվում է մասնագիտական շրջանակներում։ Եվրոպական միության շրջանակում Հայաստանը ակտիվացրել է նաև ռազմասպառազինության ստանդարտների ներդրման գործընթացները։ Այն ներառում է արդիականացված պահեստավորման համակարգեր, հրամանատարական կառավարման թվայնացում, ինժեներական պաշտպանական միջոցների ընդլայնում։ Այս համագործակցությունները շատ դեպքերում չեն հրապարակվում ամբողջությամբ, սակայն ընդհանուր ուղղությունը հստակ է՝ բազմակողմանի գործընկերային ցանց և նվազ կախվածություն մեկ աղբյուրից։ Վերջին հայտարարությունների հիման վրա երևում է, որ կառավարությունը փորձում է վերաձևել մարդունակ բանակ հասկացությունը, փոխարինելով այն պաշտպանունակ բանակ գաղափարով։ Այս մոտեցումը հիմնված է մի քանի սկզբունքների վրա։ Առաջինը՝ նորացված համակարգեր նախատեսված են արագ հավաքագրման և կարճաժամկետ մոբիլիզացիայի համար։ Թվային կառավարման համակարգերը հնարավորություն են տալիս կարճ ժամկետներում փոխանցել հրամանները և համակարգել ստորաբաժանումների տեղաշարժը։ Երկրորդը՝ տարածաշրջանային պաշտպանություն։ Հնարավոր է նոր հայեցակարգում մեծ նշանակություն ունեն մանևրային և տարածաշրջանային պաշտպանության միավորները, որոնց նպատակն է ապահովել սահմանների խորքային պաշտպանությունը։ Երրորդը՝ տեխնոլոգիական գերակայություն։ Մեծ ուշադրություն է դարձվում նոր սերնդի տեխնոլոգիաների, որոնք թույլ են տալիս նվազեցնել մարդկային կորուստները և բարձրացնել հարվածների ճշգրտությունը։ Սա ներառում է անօդաչու համակարգերի վերահսկման կենտրոններ, հակադրոնային միջոցների ինտեգրում, հեռահար դիտարկման և հետախուզական ծրագրեր։ Այս ամբողջ տեղեկատվական դաշտը ցույց է տալիս Հայաստանը գտնվում է կարևոր փուլում, որտեղ որոշվում է նրա պաշտպանական համակարգի ապագան։ Մի կողմից կան հստակ ներդրումներ, համագործակցություններ և զարգացող տեխնոլոգիաներ, մյուս կողմից կան մտահոգություններ, մասնագիտական դիտարկումներ և դեռ չլուծված մարտահրավերներ։ Այս ամենը միասին ձևավորում է նոր իրականություն, որտեղ յուրաքանչյուր քայլ պետք է լինի հաշվենկատ, հիմնավորված և երկարաժամկետ տեսլականով։ Այսպիսով, Հայաստանի պաշտպանական ոլորտում քննարկումները շարունակվում են, և առաջիկա տարիները լինելու են վճռորոշ։ Երկրի անվտանգությունը այսօր կախված է ինչպես տեխնոլոգիական հնարավորություններից, այնպես էլ պետական որոշումների հետևողականությունից։ Տեսանյութը եզրափակվում է այս կարևոր եզրանկմամբ. Հայաստանի անվտանգությունը ձևավորվում է հիմա, իսկ թե ինչ արդյունք կունենա այս գործընթացը կախված է գործելակերպից, գործընկերներից և ռազմավարական միասնությունից։